Մի առիթով Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը նշել է, որ օպերային թատրոնի տարածքը գուցեև շատերի համար զվարճալի զբոսավայր է, բայց իր համար այլ նշանակություն ունի։ Այսօր նրա հետ կփորձենք պարզել դրա իմաստը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչ նշանակություն ունի ձեզ համար օպերային թատրոնի տարածքը։ Չգիտեմ, որ կողմից սկսեմ, բայց առաջինը աշխատավայր, որտեղ ես զբաղվում եմ իմ ամենասիրած գործով, առանց որի ապրել չեմ կարող, ես մի առիթով դրա մասին եմ նշել, որ մենք երաժիշտներս, օպերային երգիչներս երևի թե երջանիկ մարդկանց մեջ ենք մտնում աշխարհի, որ մեզ վճարում են այն բանի համար, ինչի առանց որի մենք ապրել չենք կարող։ Այդպես դա մեր տունն է, մենք օրվա ավելի շատ մաս այնտեղ ենք անցկացնում, նոր դերեր ենք սովորում, հետո ունենում ենք գալիք օպերաների փորձերը, գալիք համերգների եւ այլն։ Մեզ համար երկրորդ տուն է կամ նույնիսկ առաջին տուն է օպերային թատրոնը։ Երևի թե գանք ամենասկզբից, այ ինչպես հասկացաք, որ երաժշտությունն ու երգչի կոչումը ձեր կոչումն է եւ ձեզ համար առաջնային է ամբողջ կյանքի համար։ Դա բավականին ուշ եղավ, որովհետեւ ես բազմից նշել եմ, որ ի սկզբանե կոնսերվատորիա ուզում էի ընդունվել ժողովրդական երգի բաժին, որտեղ ես ծանոթ չէի օպերային արվեստին, այնտեղ ինձ ասացին, որ ես ավելի մեծ եւ հարուստ ձայն ունեմ եւ կարող եմ ինձ փորձել օպերային ժանրում, ինչը ինձ համար շատ խորթ էր։ Եվ ընկերս ով սովորում էր արդեն օպերային դասական երգեցողության բաժնում, մի օր ասաց՝ արի գնանք ինձ լսիր։ Այդպես մտա իրենց դասարան ու լսեցի, թե ինչ ձայնով է երգում։ Սկզբում որոշեցի, որ կպարապեմ դասական բաժնում երգեցողության, հետո այդ ձայնով կերգեմ ժողովրդական երգերը։ Եվ դա առաջին 1 ամիսն էր միայն, ավելի շուտ այդքան էլ չտևեց, շատ շուտ հասկացա, որ ես պետք է դասական երգիչ դառնամ, այդ ժամանակ ես 16 տարեկան էի։ Իսկ եղան ընթացքում պահեր, որ օրինակ կասկածեք ձեր ընտրության վրա։ Իհարկե, մինչև հիմա էլ լինում են նման պահեր։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է մասնագիտության դժվարությամբ, պատասխանատվությամբ։ Մեր գործում պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մենք դուրս ենք գալիս բեմ, հիմա խոսելուց երևի կզգաք, որ ձայնս այդքան էլ առողջ չի, որովհետև մենք էլ մարդ ենք եւ մենք էլ ենք հիվանդանում, բայց ներկայացման օրը ոչ մի հանդիսատեսի չի հետաքրքրում, որ դու հիվանդ ես, որովհետև մարդիկ եկել են եւ ուզում են լավ ներկայացում դիտեն եւ լսեն, եւ դու պետք է կարողանաս ամենաքո ուժերի կարողության բարձր մակարդակով հանդես գալու, որովհետեւ մեր մասնագիտության մեջ սայթաքելը շատ հեշտ է։ Մերը ֆիլմի պես չի, որ նկարահանեն եւ ցույց տանը, բայց մենք ստիպված ենք, ոչ թե ստիպված ենք, այլ մեր մասնագիտությունը այնպես է, որ 2-ից 3 ժամ մենք բեմի վրա երգում ենք, խաղում ենք եւ այդ ամբողջ ընթացքը պետք է այնպես անել, որ ոչ մի նոտա այս կողմ կամ այն կողմ չլինի։ Եվ դրա համար հաճախ նոր դեբյուտների ժամանակ ավելի շատ, երբ որ նոր դերեր պետք է երգեմ եւ որոնք ավելի պատասխանատու են եւ լարվածությունը մեծ է, ամեն անգամ ասում եմ, ես ինչ մասնագիտություն էր, որ ես ընտրեցի, կարող է սխալվել եմ, որովհետև լարվածությունը իրականում շատ մեծ է եւ դա էլ գալիս է պատասխանատվությունից։ Ձեր մասնագիտական ուղում ինչ եզրահանգման եք եկել, ավելի կարևոր է տեխնիկական կատարողականությունը, թե արտիստիզմը։ Երկուսն էլ շատ կարևոր են, որովհետև եթե արտիստիզմը առանց տեխնիկական բաղադրիչի լինի, այն ավելի շատ ծիծաղելու կդառնա, որովհետև պետք է տեխնիկապես հաղթահարել, բայց նաև ազնիվ լինել արածիդ մեջ, որպեսզի կարողանաս խուզես կամ համոզես հանդիսատեսին, այլ կերպ նրանք դուրս կգան եւ քեզ չեն հիշի երբեք։ Իսկ ինչպիսին է օպերային երգչի առօրյան։ Տեսեք, դուք ասում եք, որ օրինակ ձեր ձայնը այս պահին լավ վիճակում չէ, ինչ միջոցներ եք կիրառում կամ գուցե ինչ ձայնավարժությունների եք դիմում, որպեսզի տոնուսի մեջ մնաք։ Ես լռում եմ։ Հիմա այսօր օպերային փորձ ունեի եւ շատ ուրախ էի, որ հրավիրվեցի ձեր հաղորդմանը եւ առիթ եղավ այդ փորձին չմասնակցելու, որովհետեւ լռելը առաջին տեղամիջոցն է երգիչների համար, հիվանդ ժամանակ երգելուց ավելի հիվանդությունը խորացնում են։ Իսկ իմ առօրյան մի քիչ օպերային երգչի չի, որովհետև ես շատ արվեստագետ ընկերներ ունեմ, բայց
օրս նրանց հետ կապված չի շատ։ Իմ մնացած բոլոր ընկերները ոչ արվեստագետ են եւ իմ հետ շփվելուց ոչ մեկ չի զգում, որ ես օպերային երգիչ եմ, այնպես որ իմ օրը հագեցած է մի քիչ Հայաստանում կոնկրետ այլ գրաֆիկով, այսպես ասած։ Բայց ամեն օր ես 1-ից 2 ժամ լինում եմ օպերային թատրոնում, նոր դերեր եմ սովորում։ Մեր մասնագիտության մեջ մի հետաքրքիր պահ կա, որը շատ եմ կարևորում, ուսանողներիս ասում եմ, ես ձերպես ուսանող եմ, որովհետև ես էլ ձերպես հենց հիմա նոր դեր եմ սովորում, միշտ նոր դեր եմ սովորում։ Դա եւ օգնում է ավելի ինքնազարգանալ, մասնագիտության մեջ նկատի ունեմ եւ ամեն նոր դեր, նոր հնարավորություններ է բացում ձայնի համար, թե որպես երգչի, թե որպես արտիստի, որովհետև ամեն դեր իր հատկանշական կողմեր ունի, որոնք պետք է կարողանաս այդ խորությունը գտնես, կերպարիդ բովանդակությունը հասկանաս եւ կոմպոզիտորի այդ օպերայում գրված մեղեդային գիծը ու շատ այլ բաներ, որ համատեղվեն այդ ամբողջը միասին եւ դառնա այդ դերը քոնը։ Բայց միևնույն է առաջին կատարումից դեռ քոնը չես համարում։ Պետք է մի քանի անգամ երգես, գոնե 5-ից 7 անգամ նույն ներկայացում պետք է երգես, որ քոնը համարես արդեն, քոնը դառնա։ Դրանում նշանակություն ունի մկան ձայնալարը, որովհետև ի վերջո ձայնալարը մկան է եւ իրեն անընդհատ մարզելով մենք որոշակի մկանային հիշողություն ենք ձևավորում։ Իհարկե, սովորաբար Իտալիայում էլ մայեստրոներ, ովքեր որ դասավանդում են, երբ իրենց մոտ գալիս են ուրիշի մոտ սովորած արդեն եւ ձայնը սխալ է դրված, նրանց համար շատ ավելի դժվար է դա վերականգնել եւ ճիշտ երգեցողություն սովորեցնել, որովհետեւ մկան ունի իր հիշողությունը։ Այդ հիշողությամբ շարունակում է երկար ժամանակ աշխատել, մինչև հետ են վարժացնում, բերում են ճիշտ վիճակին, նույնը մեզ մոտ Հայաստանում էլ ամբողջ աշխարհում այդպես է։ Մկանային հիշողություն գոյություն ունի։ Պետք է ճիշտ վարժեցնել, ճիշտ մարզել մկանը, ձայնալարը, որովհետև դա մեր գործիքն է, բայց մեր գործիքը ոչ միայն ձայնալարն է, այլ մեր ամբողջ մարմինը։ Իսկ ով է եղել ձեր առաջին վոկալային մարզիչը։ Իմ առաջին ուսուցիչը կոնսերվատորիայում եղել է պրոֆեսոր ժողովրդական արտիստ Սերգեյ Դանելյանը։ Եվ մի հետաքրքիր բան էլ ասել եմ այս մասին, հետո պարզվեց, որ ես եւ ինքը ծնվել ենք նույն օրը, իսկ հայրս ու Գեգամ Գրիգորյանը ծնվել են նույն օրը, որովհետեւ հետո իմ ուսուցիչը եղավ նաեւ Գեգամ Գրիգորյանը, իմ ընկերը, բարեկամը, ուսուցիչը։ Այսպեսի sense մի հետաքրքիր բան կար։ Իմ առաջին դասախոս ու ուսուցիչ ու մոտ ուսանել եմ եղել է Սերգեյ Դանելյանը, ժողովրդական արտիստ։ Որ դերերն են ձեզ ավելի հոգեհարազատ, ինչ պետք է ունենա դերը, ինչ խարիզմա պետք է պարունակի, որ առանց վարանելու ասեք այո։ Հետաքրքիր է։ Ձայնից տեսակի բերումով ես ավելի շատ վատ տղաների եմ մարմնավորում եւ ասեմ, որ տարիների ընթացքում հասկացա, որ շատ ավելի հետաքրքիր է այդ վատ գույները կարողանալ գտնել, որովհետև միշտ չի, որ բեմի վրա պետք է այդ վատ գույներով երգել։ Պետք է այնպես անես, որ չզգա դիմացին դերակատար, ասենք ըստ պատմության, կերպարներ կան, ինչպես Յագոն ցույց չի տալիս, որ ինքը պատրաստվում է այնպես անել, որ բոլորը իրար սպանեն եւ ինքը ուրախանա։ Եվ դա շատ զգուշ, կատվի պես, օծի պես, շատ նուր փաթաթվելով, խեղդելով բոլորին, իր մտքերը դարձնելով նրանցը, իր սուտը, եւ շատ հետաքրքիր են այս կերպարները, այստեղ կարևորը ներսում ինքս չփոխվեմ։ Կատակ է, բայց իրականում ինձ համար շատ հետաքրքիր են այդ կերպարները։ Իմ ձայնը բարիտոն է, ես դրամատիկ բարիտոն եմ, որովհետև կան դրամատիկ եւ լիրիկ բարիտոններ, եւ ձայնից բերումով ես այդ բադ տղերքին եմ երգում բոլոր։ Այսօր կան դերեր, որոնց վրա աշխատում եք, որոնք ամենասիրելին են եւ գուցեև կցանկանայիք, որ դրանք ձեզ տրվեին։
Այսինքն աշխատում եմ սպասելով, որ հետագայում պետք է երգեմ։ Ճիշտն ասած, բոլոր դերերը, որ ես ուզել եմ երգեմ, եկել է այդ դերը երգելու ժամանակը, ես երգել եմ։ Որտեղ մենք դերերի մասին ես քննարկում եմ, որ ես կուզեմ, ասենք, եկող տարի երգել այս դերի մենեջերի հետ, գալիս ենք համաձայնության կամ 2 տարի հետո այսինչ դերը, 3 տարի հետո այսինչ դերը։ Հիմա այս տարի ես 3 դեբյուտ պետք է ունենայի եւ մեկը արդեն երգեցի, դա Յագոյի կերպարներ Օթելո օպերայում, շուտով Ամստերդամի օպերային թատրոնում հանդես եմ գալու Բարիս Գադունով օպերայում, որը եւս առաջին անգամ եմ կատարելու այդ օպերայում դերերք եւ Աշնանը Ռիգոլետո օպերայում Դանիայի թագավորական թատրոնում, որը եւս չեմ երգել, առաջին անգամ պետք է կատարեմ եւ դա իմ սպասված երկար եւ իմ սիրած դերերից մեկն է, որ էլի շատ դաժան կերպար է, բայց շատ գեղեցիկ ու հետո ամբողջ հանդիսատեսը խղճում է նրան, որովհետեւ նա իր թշնամուն սպանելու տեղը սպանում են նրա աղջկան եւ վերջը շատ տխուր ավարտ է ունենում այդ օպերան։ Գևորգ, ձեր բազմափորձ կարիերայում բազմաթիվ ռեժիսորների, դիրիժորների հետ եք աշխատել։ Ինչն է կարևորում բեմական աշխատանքում։ Փոխըմբռնումը եւ եղել են շատ տարբեր իրավիճակներ, օրինակ եղել է, որ ես ի սկզբանե ռեժիսորի գաղափարի հետ համաձայն չեմ եղել, բայց հետո աշխատելով զգացել եմ այն խորությունը, այն հետաքրքրությունը, որը շատ մեծ տարբերությամբ տարբերվում էր դրանից առաջ իմ արած այդ դերի վրա աշխատած ռեժիսորների ասածների հետ, որոնք արդեն միգուցե կարծրացած էին իմ մեջ, բայց հետո մի շատ հետաքրքիր բան է ստացվել եւ հասկանում ես, որ սկզբից պետք չի անմիջապես ընդդիմանալ կամ հակադարձվել, որտեղ կարող է շատ գեղեցիկ միտք է կամ նոր բան է, բայց կարող է շատ նոր ուրիշ էմոցիաներ ու նոր ուրիշ տեսակներ բացել այդ կերպարի հետ կապված։ Շատ հետաքրքիր բաներ են եղել, շատ եղել է, որ ես ուզել եմ այդ պահին թողեմ ու դուրս գամ գնամ։ Հետո գնացել եմ մինչև լուսադեմ ժամը 4-ը 5-ը հայելու առաջ, ասել եմ լավ հլա անեմ, տեսնեմ այս մարդը ինչ էր ուզում, ախր դա իմ տեսակի հետ բացարձակ կապ չունի։ Արեցի եւ առավոտյան գնացի փորձի։ Փաստորեն ռեժիսորը տեսել էր ամեն դեպքում։ Ռեժիսորը տեսել էր, ասեց, եթե դու վաղը չանես դա, որովհետեւ ես շատ երիտասարդ էի եւ պետք է 1 օրում կատարեի Կավալերիա Ռուստիկանայում Ալֆիո, իսկ հետո Պայացներում Տոնիո։ Այնտեղ ես մաֆիոզ եմ, մարդասպան, ոչ ով մարդ է սպանում բեմադրության մեջ, այստեղ ես ծաղրացու էի, իսկ ինքը ասում էր, հիմա այստեղ դու պիտի նենց լինես, որ քեզանից զզվեն, քո բերանից պետք է լոզերը գնան, դու պետք է շատ վատը լինես, ծուռ, ասում ես, ինչ ա ուզում ինձանից, ես ոնց պիտի սա խաղամ։ Ու մի օր ասեց, եթե վաղ այդպես չլինի, մենք կդադարենք աշխատել, այդ բանը ուզում եմ ասել, արդեն դադարեցին, գնամ, ասեցի լավ։ Ինձ զսպեցի, գնացի ամբողջ գիշեր փորձեցի, եկա արեցի, միկրոֆոնը վերցրեց, ասեց, հիշեք բոլորդ, ասեց, մենք շատ լուրջ մարդու հետ ենք աշխատում, իմ առաջին քայլերն էին Իտալիայում, շատ դժվար էր, բայց կարողացա այդ կարծրատիպի իմ մեջ կոտրել ու նաև նա անել, այն ինչը որ ինձ համար այսպես հետո շատ տեղեր ասում են, ես որտեղ ես այս դերի վրա այսպես աշխատել։ Այդ ժամանակ ռեժիսորը Պալերմոյի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ու շատ հետաքրքիր աշխատանք տարավ։ Տեսեք, ձեր մասնագիտական կարիերայի մասին խոսելիս մենք խոսում ենք աշխարհի տարբեր լավագույն բեմերի մասին, բայց կա մի բեմ աշխարհում, որը դեռ ցանկությունների փուլում է։ Ցանկությունների փուլում ճիշտ ասած երազանք ունեի, ոնց որ բոլորը ունեն երևի թե օպերային երգիչները, հանդես գալ Նյու Յորքի մետրոպոլիտեն օպերայում եւ մի քանի օր առաջ հրավեր եմ ստացել եւ արդեն պայմանագիր ունեմ ստորագրված եւ ասեմ, որ ներկայացմանը համատեղ ընդգրկված ենք Հասմիկ Գրիգորյանի հետ, Գեգամ Գրիգորյանի աղջկա, ով ինձ
շատ հարազատ ինձ քրոջ պես է եւ շատ ուրախ եմ, որ այդ պրոյեկտը միասին ենք անելու։ Այդպես, իսկ բեմ, գիտեք, մեր մասնագիտության մեջ ավելի շատ բեմի խնդիր է, չի որտեվ շատ լավ բեմեր աշխարհում շատ կան եւ շատ-շատերում ես երգել եմ եւ երգում եմ, այլ թե ինչ պրոյեկտ ենք անում, ինչ բեմադրություն եւ ովքեր են ռեժիսորն ու դիրիժորը։ Ինչ ծավալի եւ ինչ հետաքրքրության աշխատանք է կատարվելու։ Սա է կարևորը, որտեվ թատրոնը շենքը, այո, իհարկե շատ լավ է, որ լավ թատրոնում եւ լավ տեղ, բայց կարող ես հաճույք չստանալ ընդհանրապես այդ աշխատանքից, որտեղ դու աշխատես մի ռեժիսորի կամ դիրիժորի հետ, իրենք քեզանից հաճույք չստանան, դու իրենցից։ Մեր գործում կարևորը որ համատեղ այդ փոխհմբռնումն լինի, որովհետեւ մենք համատեղ արարում ենք չէ այդ ներկայացումը բոլորս միասին։ Երգչախումբ, նվագախումբ, նկարիչ, դիրիժոր, ռեժիսոր։ Եվ եթե այդ սինթեզը ճիշտ եւ գեղեցիկ չի ձուլվում, մի բան թերի է մնում։ Բայց այդպես լինում է եւ դա գերագույն հաճույք է բոլորիս համար, երբ այդպես ստացվում է։ Տեսեք, դուք դասական արվեստում հանրահռչակված եք, հանրաճանաչ եք եւ Հայաստանում եւ արտերկրում։ Ուզում եմ նշեք, թե հանրաճանաչությունը ձեզ դրական ու բացասական իմաստով ինչ է տվել։ Բացասականը մի դժվար կողմ ունի, որ իմ լավ ընկերն ու բարեկամը եւ ուսուցիչը Գեգամ Գրիգորյանն էր ասում էր, ինչքան բարձրանաս մեր մասնագիտության մեջ, այնքան դժվար է լինում քայլելը, որովհետեւ ամեն մի փոքր արած սխալ եւ սայթակում քեզ չի ներվելու։ Որտեղ սպասելիքները շատ ավելի մեծ են։ Իսկ հեշտ մեր մասնագիտության մեջ երևի թե երբեք չի լինում։ Հեշտ միայն այն դեպքում է լինում, որ անունը տալուց արդեն թատրոնների գեղարվեստական ղեկավարները կամ տնօրենները արդեն ճանաչում են եւ ասում են, այո, իհարկե իր հետ էս պրոյեկտը, նոր պրոյեկտ է, հետաքրքիր, իր հետ կուզենք անենք եւ այլն, իմանալով, ճանաչելով քո եւ անցած ուղին եւ քո պրոֆեսիոնալ գիտելիքները։ Հեշտը դա է, բայց միևնույն է, որ գնում ես եւ հասնում է երաժշտությունը հնչում է, պետք է բեմ բարձրանաս, միևնույն է շատ դժվար է, շատ։ Անցել է այն առաջին օրվա սրտի թրթիռը բեմ բարձրանալու։ Երբեք չի անցնում դա։ Ես մտածում էի տարիներ առաջ, ասում էի, իսկ այն երգիչները, ովքեր այդքան շատ երկար տարիներ բեմի վրա են, ոնց են բեմ մտնում եւ տարիներ առաջ, երբ որ Դոմինգոյի հետ նույն ներկայացման մեջ էինք, միասին պետք է բեմ մտնենք ու երեխայի պես հուզվում էր ինքն էլ։ Այսինքն այդ թրթիռը, այդ լարվածությունը չի անցնում, որովհետև դա հենց պատասխանատվության մասին է։ Ու դուրս ես գալիս եւ ոչ միկրոֆոն ունես, ոչ մի բան չունես։ Դու ես քո մարմինը, քո այդ օրվա, չգիտեմ, էմոցիաները, դերերքը եւ շատ դժվար էր, շատ, բայց վերջում շատ հաճելի։ Իհարկե ծափահարությունները։ Այո։ Եվ այն, որ դու ես մեկնել հաղթահարեցիր։ Եվ օրինակ տեսեք, իմ սպորտսմեն ընկերներին այդ մասին ասում եմ, որ դուք ունեք հնարավորություն պարապել տարիներով, գնալ հաղթել Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն, օլիմպիական առաջնություններ եւ այդ մեդալը ձերն է եւ ձեզանից ոչ մեկ երբեք չի խլելու։ Հետո արդեն կա մի տարիք, որ սպորտսմենները թողում են իրենց, չէ, պրոֆեսիոնալ սպորտը։ Մեր մասնագիտության մեջ ամեն բեմ բարձրանալուց դու պիտի ապացուցես, որ դու ուժեղ ես, դու կարող ես սա հաղթահարել, դու ես ռինգի վրա կանգնելու եւ դեռ կռվելու իրավունք ունես։ Եվ դա կարող է մինչև 65-70 տարեկան գնալով նայած ինչ դերեր կերքես եւ ամեն անգամ ապացուցես, որ ես արժանի եմ, որ ես ռինգի վրա եմ։ Եվ դրա համար ոչ մի կոչում չունես օլիմպիականի, աշխարհի, Եվրոպայի, որ հետո հանգիստ մտածես, սա արել եմ, սա հաղթահարել եմ։ Մեզ մոտ դա դժվար է, բայց նաև դա մեզ օգնում է նոր դերեր սովորել, նորից բեմ բարձրանալ եւ նորից ապացուցել եւ շուտ չհանձնվել միգուցե եւ Գևորգ, բոլորս արթնանալուց հետո ինչ որ բան ենք մրմնջում քթի տակ, ինչ որ բան ենք երգում։ Եվ ամբողջ օրվա ընթացքում ուղեկցում եմ ես, օպերայի երգիչները ինչպես են այդ этаպն անցնում։ Ինչ է անցնում դա, այդ этаպը մեզ մոտ չի անցնում։
Այսինքն առավոտյան եթե գնացել եմ եւ դաշնակարից հետ մի նոր դեր եմ սովորում եւ այդտեղ մի հատված կան հատվածներ, որ պարտադիր չի որ այդ հատվածը շատ գեղեցիկ լինի, բայց կար այդ հատվածը վարակիչ լինի եւ ամբողջ օրը ուղեկցի ինձ։ Ու ընկերներս մեկ-մեկ ասում են, այն այ պարապում է, բայց ես մտքիս մեջ անդադար այդ հատվածը կրկնում եմ։ Դու հասկանում եմ, որ ես արդեն շատ եղավ, մի քիչ պետքա բան անել, բայց անդադար օրվա ընթացքում բոլորիս հետ է դա լինում, մի երաժշտություն, որը տենց մտնում է միտքդ ու դուրս չի գալիս։ Դա ուրեմն բարձում է միայն մեր մոտ չի, բոլորի մոտ է լինում է։ Նաև հրաշալի ընտանիք ունեք։ Ոնց եք համատեղում երգչի եւ ընտանիքի մարդու կերպարները։ Շատ դժվար, ինձ է դժվար, իրանց էլ է դժվար, բայց իրենք էստեղ են, տղաս էստեղ դպրոցում է սովորում Չայկովսկիում, ջութակ է նվագում եւ դաշնամուր, կինս էլ օպերային երգչուհի է եւ կնոջս հետ մի կուրսում ենք սովորել եւ Սերգեյ Դանելյանի դասարանում եւ հիմա էլ մեր օպերային թատրոնում շատ ներկայացումներում միասին ենք զբաղված։ Դժվարը նաև որ տանը չեմ լինում ու գալիս տեսնում եմ տղաս մեծացել է։ Իսկ դե հիմա շատ լավ է որ այդ հեռախոսները կան, այդ կապը կա, բայց հոգեբանորեն միևնույն է դա շատ դժվար բան է։ Դե փորձում եմ ամբողջ օրը այդպես խոսում ենք, կապի մեջ ենք, ես գիտեմ ինքը ինչ կերավոր գնաց, ինչ արեց եւ այլն։ Ամբողջ օրը, բայց դժվար է շատ իրականում։ Մեր մասնագիտությունը դժվար է, եթե ստացվում է, շատ դժվար է։ Հիմա եթե հետ հայացք գցենք եւ այսօրվա դժվարություններն էլ հաշվի առնենք, ինչ մասնագիտություն կընտրեիք, եթե ոչ երգչի։ Երևի թե մի այնպիսի մասնագիտություն, որ մնայի ընտանիքիս կողքը լինեի, ընտանիքի հետ լինեի, հայրենիքում լինեի։ Ինչ որ միտեղ ոնց որ իմ ընկերներից շատերը նստած միտեղ աշխատում են, հանգիստ են, երբ ուզում են երկրից դուրս գալ, գնում հանգստանում գալիս են։ Բայց ասեմ, որ էմոցիոնալ դաշտով երևի թե էլի օպերային երգչի մասնագիտությունը ինչու, որովհետև ես փոքրուց զգում եի, որ իմ մեջ այնպիսի ալեկոծումներ կան, որ ինչ որ մի ձև պիտի ես հնարավորություն ունենամ դա արտահայտելու։ Եվ ինձ տրվեց երգչի հնարավորությունը եւ ես այն գույները, որոնք իմ մեջ զգում էի, կարողանում եմ այսօր երգելու միջոցով արտահայտել։ Մասնագիտության բերումով հաճախ եք արտասահմանում, ձեր ամենասիրելի վայրը որն է աշխարհում։ Ես Իտալիան ու Իսպանիան եմ շատ սիրում։ Այնտեղ եւ օդը, եւ սնունդը, եւ մարդկանց վերաբերմունքը, մարդիկ մեզ շատ նման են։ Ասենք, եթե ես ոչ Հայաստանում ապրեի, այլ երկրում, ես երևի թե Իսպանիայում կապրեի։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Աշխարհի որ երկրում էլ ելույթ ունենա արտիստը, եթե նրա ազգանունն ավարտվում է յանով, ապա նա բոլորիս հպարտությունն է։ Կհանդիպենք։